Քեզցեն եւ երկիր բակցեն առաջի քո եւ փառավոր արասցեն զանուն քո հավիտյան Առաջնորդյա ինձի ճանապարհիքում եւ գնացիցի ճշմարտությանքում եւ ուրախ եղեցի սիրտիմ երգնչել համբանեքում է եղեց արքես Տեր Աստվածին բոլոր սրտի իմով փառավորայի զանուն քո հավիտյան եւ իս նշան բարության Տեսցեն ատելիկ եւ ամաչեցցեն զիդու Տեր օգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Քանզի քեզ հանձնեց իմ դատը Դրա համար էլ Տերն այսպես է ասում Անաթոթի մարդկանց մասին որոնք հանձն եմ փնտրում ասելով Մեզ համար մի մարգարեացիր ապա թե ոչ կմեռնես մեր ձեռքով Ահա թե ինչու այսպես է ասում զորությունների Տերը Ահա վասիկ ես պիտի պատժեմ նրանց երիտասարդները սրով պիտի սպանվեն Եվ տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանվեն Նրանցից ոչ ոք չի մնալու Որովհետև Անաթոթի բնակիչներին չարիք են բերելու այն տարին Երբ գամ նրանց պատժելու Արդարս դու Տեր Բայց ես իմ դատը պետք է պաշտպանեմ Ու իմ իրավունքի մասին խոսեմ Ինչպես է որ ամբարիշտների բռնած գործերը հաջողում են Եվ բոլոր նրանք ովքեր արհամարհում են ու անարգում Երջանիկ դարձան Տնկեցիր նրանց Եվ նրանք արմատ գցեցին Որդիներ ունեցան, պտուղ տվեցին Դու Տեր նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց սրտերից Դու ով Տեր գիտես ինձ, տեսար ինձ Եվ քո առաջ փորձեցիր ինձ իմ սիրտը Հավաքիր նրանց ինչպես մորթելու ոչխար Եվ երբ նրանց սպանության օրը գա, զոհաբերիր նրանց Երկիրը մինչև երբ պետք է սուգ պահի Ու խոտն ու ամենուրեք չորանա Անասուն ու թրջուն կոտորվեցին Երկրի բնակիչների չարությունների պատճառով Որովհետև ասացին, թե Աստված չի տեսնի մեր արարքները Քո ոտքերը վազում են, բայց քեզ պիտի լքեն Էլ ինչպես պիտի մրցես ձիավորների հետ Մի հավատա նրանց, որովհետև չարախոսում են քո մասին Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգությունը Եվ իմ հոգու սիրելին տվեցի իր թշնամիների ձեռքը Իմ ժառանգությունն ինձ համար դարձավ անապատի առյուծ Իր ձայնն ինձ վրա բարձրացրեց, դրա համար էլ ատեցի նրան Այդպես էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրա Եվ թագավորների բերանները պապանձվելու են Որովհետև տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել Եվ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել Ով հավատաց Տիրոջ մասին մեր տված լուրին Եվ ում հայտնի դարձավ Տիրոջ վազուկը Նրանց առաջ մենք հայտնվեցինք որպես մանուկ Որպես արմատ եղած անջրդի հոդից Ոչ տեսք ուներ նա և ոչ էլ վեհություն Նայեցինք մենք նրան Բայց նա ոչ տեսք ուներ և ոչ էլ գեղեցկություն Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե Իր երեսը դարձնելով արհամարվեց ու բանի տեղ չդրվեց Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում Սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան Եվ ըստ թագավորս խաղար սարեքեսը մեզ վասն մեծի սուրբևոր անվան հյուրո Ըսպետս գաբարած զորավարը զորագլուխը ժողովուրդս մուտս և զելս մեր խաղաղության պայսը Եվ զամենայն պատերազմունս թշնամին խորդակես է մեջ Տերն ամենակալ կեցուս է և ողորմեսի Աժանավոր լինենք մեր անձերի փրկությանը հասնելու Եվ հանուն մեր հոգևոր կյանքի աղաչել քեզ Տեր Եվ գտնել քեզանից շնորհներ և ողորմություն Եվ գոհանալով փառավորենք քեզ Հայր, Որդի և Հոգի Սուրբ Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն խաղաղություն ամենեցուն Սուրբ և անմար որ խաչը Հոր և որդվո և հոգվին սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն, համբարձ Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմար, որ թաղեց արվասն մեր ողորմյա մեզ, Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անմար, որ թաղեց արվասն մեր ողորմյա
Աստվածածի Մարիա, Մայր Քրիստոսի մապոզալաչանս մեր, Որդոքո և Աստուծո մերոց, Զոտոց հավանի պատի, Իրոց է Գետանավուն ամենեցուն այսօր դրի ինոր երեսմանի Վերյարդերն կեզ, իջերով ես պատմյալն ստորանավ պականաբար, Նագիր հաճեցավիք որով այհի, ուրախներ վերյարդերն կեզ, Որ ոցեղեն սրոմեյուք շրջապակյալ բարյուք, Այսօր իմեջ մարգանի դիրգս ողեղինի հայտնյար, Ուրախներ վերյար դերն կեզ, որ պաստով ձեզ վարության և պարքևատու արարասովքուր, այսօր հաճեց սարքոցս կեզ արգար, այսօր զանջար հոնարության պալտեց սարի Հոսեփա, իգերեսմանի դգյակ, Ձեզ հրություն եղասներոս նորով կեսես, իգյանս անմավ, որ էջության դեսն կորան պարագրերի, այսօր մատնյավոր, ով դեպ ճաշմարի, Քրիստոսի աստուծաներով, որ եկնի խաչի, ասել մեր ողոր նյամես, խաչի ով Քրիստոս,
Հավատացյան երկրպա Եսուս Քրիստոսի աստուծամերով վասենզի իձելույա խաչելոթյա տալելույա սրբոթաղման դալելույա ծերս նոսար Հարկ սուրբ խաչելության դալելույա սրբոթաղման ալելույա նշանեցավ Արմես լույս երեսած կոց և ետուր ուրախություն սրտից մերոց իպտղո ծորեն արկ սուրբ խաչի տալելույա խաչելության ալելույա սուրբոթաղման դալելույա նշանեցավ Արմես լույս երեսած կոց և ետուր ուրախություն սրտից մերոց իպտղո ծորենագինո և ձիթը յուրյանց դեցուցերս նոսա խաչն ենարար որ եղեմ ես վրգություն սովավամենեքյանս կեզ բարեբանեմ որի հարելու սոլույս ճարագայթյան երկրի և գավազան զորության հավատացելոց սովավամենեքյանս կեզ բարեբանեմ որ լուսափայծակ մամրաշապարապես մեզ ուցավի հոգնություն ընդեմ տշնամվոյ սովավամենեքյանս կեզ բարեբանեմ Փառքոր և որդվով և հոգվին սրբով Այժմ և միշտ և հավիտյանց հավիտենից ամեն Աղաղակեր աստվածային բարբարով Տեր Հիսուսի խաչին և ընդեմ աստեղած կնկերացյան աստվածային սուրբ ձեռով և բարկության զարդության իբերախավար ասեր Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, պահպանիր մեզ Քրիստոս Աստված մեր, քո սուրբ և պատվական խաչի թովանու ներքո խաղաղության, փրկիր մեզ երևելի և աներևույթ թշնամիներից, արժանավորիր գոհությամբ փառավորելու քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Ավարտվեց ավակ ուրբաթի արարողությունները սիրելիներ, առավոտյան թաղման խաչելության կարգն հիմա Տիրոջ թաղման կարգը կատարվեց, Տերը ընդամենը 3 ժամ մնաց խաչի վրա, իր հոգին ավանդեց, ասելով Հայր քո ձեռքն եմ հանձնում, Տերը խաչի վրա 7 կարևոր արտահայտություններ արեց, որից առաջինը սա էր Հայր ների նրանց, որով չգիտեն թե ինչ են անում։ Շատ շատերի համար այս Տիրոջ խոսքը, այս աղոթքը, որ նաև աղոթք է, որը խնդրում է իրեն խաչողներին ներել, անհասկանել է ինչպես կարող է խաչողին, սպանողին, հենց ինքը սպանողը ներել։ Պատկերացրեք Հիսուսին ծեծել էին, եթե երբևէ տեսնեք այդ գործիքները, շատ քիչ մարդիկ են այդ հարվածներից ապրում, և 40 հարված ամբողջ մարմինը վերքերի մեջ, կաշին պատառոտված, Հշեպը սագը, որ դրանով հող են վարում, խրված գլխի մեջ, ծեծված, արհամարված, ծախրված և մեխերը ոտքերի ու ձեռքերի մեջ,
իր ցավը, իր տանջանքը մոռացած իրեն սպանողների մասին ես մտածում, ցույց տալու համար, որ նրանց ատելությունից իր սերը ավելի կարևոր եւ իր սերը ավելի մեծ է։ Այսինքն մարդու ատելության փոխարեն իր անսահման սերից Տերը ցույց տալիս։ Սա անհասկանալի է մարդկային մեր պատկերացումը։ Բայց Տերը ամեն ինչից առաջ նույնիսկ իր մահվան վերջին շնչում մեղավոր մարդու մասին մտածում, այս աղոթքի մեջ, որ հայրների որ չգիտեն ինչ են անում, ուզում ասել հայր, ես իմ արյան արդեն վճարել եմ նրանց մեղքերի համար։ Իմ արյունը որպես խաղություն, թողություն ընդունիր այս մեղավոր մարդկանց։ Ասեք ինչքան ուզումնալից պահ է եւ շատերը միշտ չհասկացան են, նախ խաչողները, նրան ովքեր նիզակով օվկիանոսը խոցեց, մարդիկ ովքեր ծաղրեցին, ոչ ոք չէր հասկանում թե ինչ էին անում, Մեսիային, Աստծո որդին, աշխարհի որդին, ինչպես էին խաչում։ Հետո երկրորդ օրինակը իր մորը հոգ տարավ, նույնիսկ խաչերաց, որ մայրը հարկու որդին, հանձնեց Հովհաննես առաքյալին, Հովհաննեսն ասում է այդ օրվանից իր մորը վերցրեց, հետո ասում է հայր, քո ձեռքերի մեջ որդին մահացավ։ Այսինքն ամեն բան կատարված էր, ինչ որ պետք է կատարվեր այս աշխարհի մեջ մարդու բռնության համար, Տերը իր տնօրինական գործողություններով կատարեց։ 2000 տարի եւ ավել մենք մարդիկս քրիստոնյաներս այս ամբողջ շաբաթը անցնում ենք, ապրում ենք, լացում ենք, ուրախանում ենք, շփոթում ենք, պատկերացնում ենք, բայց մինչև դու ինքդ այդ իրական այդ հավատքը չունենաս, չես կարող պատկերացնել թե ինչ ասել է մեկը խաչվի բոլորի համար, բոլոր մարդկանց մեղքերը վերցնել եւ խաչվել եւ ինչ արեց դրան Աստված։ Նախ չարի հետ, մեղքի հետ ունեցած արտամուրակը պատրեց, հիշեցնելու մեզ, որ մենք այլևս արտավորված չենք մեղք գործելու։ Մենք ազատագրված ենք սատանայից եւ սատանան մենք ոչ մի պարտք ու պահանջ չունենք։ Մենք ազատ ենք։ Եվ հիմա մեզ տրված այդ ազատությունը ազատության մեջ Տիրոջը ընտրել ու ճանաչել։ Եթե ազատության մեջ չկարողանաս Տիրոջը գտնել ու սիրել, նեղության մեջ կգտնես, բայց արդեն շատ բան գործած կլինես։ Երբ որ մենք մեր առողջությունը վատնում ենք, հետո սկսում ենք հոգ տանել, դեղեր գնել, ինչքան էլ դեղերը խմում մեր ցավերը մեղմանում են մեր խնդրի թեթևանում, բայց ցավը երբեք չի անցնում։ Մենք անդրադառնում ենք, որ այ անցյալի գործած այս ամենի հետևանքն է, որ մենք այսօր տանում ենք։ Նեղության ժամին հեշտ է գտնել Տիրոջը, ցավի ժամին հեշտ է, որովհետև միակ ապավեն հույսը ինքն է, ակամայց քաշքերով երևս բարձրացնում եւ տեսնում։ Եվ լսեցիք Սողոմոնի մաստուրի խոսքը, մարդիկ ասացին՝ մի կյանք ենք ապրելու, ինչ կուզենք կանենք, ուտենք, խմենք, զվարճանանք, որովհետև պարտականություն չունենք։ Մենք հավատանք, թե չհավատանք, Հիսուս ամեն անգամ մեզ համար պիտի զոհվի։ Աստված ամեն օր հրաշքները պիտի գործի մեր մեջ։ Մենք ուզենք, թե չուզենք, Աստված մեզ պիտի իրեն հայտնի, որպեսզի մենք եւ խաչի ճանապարհը գինն է։ Սատանան մեծ գին է պահանջում մարդկությանը ազատ արձակել եւ այդ գինը Աստծո գինն է, որտեղ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց աշխարհի գնության։ Հիմա երբ որ մենք անդրադառնում ենք, որ 2000 տարի հետո երբ որ մարդիկ նշում են ինչ պիտի հասնեն, այսօր մարդիկ հավատում են Քրիստոսին, աշխարհում ամենաշատը գրեթե 2 միլիարդ քրիստոնյաներ են, բայց հենց քրիստոնյաներն են, որ ամենաշատը Տիրոջը ամեն օր խաչն են բարձրացնում, իրենց մեղքերով, իրենց փոխություններով, իրենց անառակություններով, ողջունություններով, իրենց մատնությամբ ու դավաճանությամբ։ Ամեն օր այս ճանապարհի գործընթացը կա, այդ խաչը ամեն օր մենք մեր կյանքի մեջ բարձրացնում ենք Քրիստոսին այնտեղ գամելով։ Ինչու՞, որովհետև մենք նորից մեր հին կենցաղին ենք ուզում վերադառնալ։ Մենք ուզում ենք Հիսուսին հավատալով այդ մեղքերը գործել։ Մենք ուզում ենք Հիսուսին հավատալով այդ մեղքերի արդարացում ունենալ։ Մինչև վերջին վայրկյանը հույս ունենալ, որ Տերը անպայման պիտի ների։ Երբ որ Տերն ասում է ների, որտեղ չգիտեն ինչ են անում, այսօրվա մարդկանց չի վերաբերվում։ Այսօրվա անհավատներին չի վերաբերվում, վերաբերում են մարդկանց, ովքեր այդ պահին այդպես վարվեցին։ Բայց այն մարդիկ, ովքեր կապաշխարեն եւ խոստովանություն կանեն, կարժանանան այս խոսքերին։ Բայց այն մարդը մինչև չի հավատացել, չի ապաշխարել, չի խոստովանվել, ինքը չի կարող այս խոսքերը հասկանալ իր կյանքի մեջ։ Ուրեմն այս պահից մենք ազատ ենք, սիրելիներ։ Հիսուս մեզ համար թաղվեց։ Հիսուս մեզ համար խաչվեց ու չարչարվեց մեզ հարության վկաները դարձնելու։ Երբ կարդակ Եբրայեցիների նամակը Պողոս առաքյալն ասում է ձեզանից առաջ բոլոր սուրբերը, նահապետները, հայրերը բոլոր ուզեցին գեթ մեկ օր հարության վկան լինել,
բայց չկարողացան։ Մենք ավելին ենք դրա համար, մենք այդ հարության վկաները տեսանք, նրանք մարգարեացան, խոսեցին, երազեցին այս ամենի մասին, բայց ականատեսը մենք եղանք։ Ուրեմն եթե մենք հարության վկաներն ենք, ուրեմն Հիսուսի գերեզման դրվել եւ հարություն առնելը նաեւ մարդու մեղքի գերեզմանից դուրս գալն է խորհրդանշում, որ մենք մի ժամանակ մեղքի պատճառով գերեզանված էինք, հողի մեջ ենք, մեղքի տիղմի տակ ենք, հիմա Հիսուսով դուրս ենք գալիս։ Եվ այս խաչելության ճանապարհն էլ թող յուրաքանչյուրիս մեղքի պարտամուրհակի պատրումը լինի, սիրելիներ։ Խաչելության ժամին էր շատ քիչ մարդիկ էին, ասում եմ, մի խումբ կանայք հեռվում կանգնած նայում էին եւ մի քանի բարեկամ։ Ոչ ոք չկար, այն ամբողջը, որ ընդամենը 5 օր առաջ Հիսուսին օֆսանայով դիմավորել էր, փառաբանել էր, իրենց զգեստները փռել են Հիսուսի առջև, ոչ ոք չկար։ Բայց երբ որ Հիսուս հարություն առավ, նորից մարդիկ հավաքվեցին։ Ուրեմն մեղքի պատճառով նեղություն, դժվարություն ոչ ոք չի ուզում քաշել։ Եվ տեսեք, ասում է Ադամը ինքը արդարացում գտավ, ասելով որ դու ես մեղավոր, այս կնոջը եթե չտայիր, ես մեղք չէի գործի։ Եվան մեղադրեց օծին, այնպես էլ մենք ամեն օր մեկին մեղադրում ենք մեր սխալների համար։ Մինչև այն պահը, որ հասկանում ես, որ միայն Քրիստոսով կարող ես արդարացած լինել։ Մենք ումից ուզենք կարող ենք թաքնվել, Տիրոջ ներկայությունից չենք կարող թաքնվել։ Ուրեմն թող այս ավակ ուրփաթի խորհուրդը եւ նաեւ խաչված ավազակին տրված խոստումը, որ ինձ հետ այսօր դրախտում կլինես, մեզ էլ այդ իրականության արժանացնի։ Մենք էլ ասենք Տեր, մեզ էլ հիշիր, երբ որ գաս քարքայության։ Մենք քո ճանապարհով քայլեցինք, պահ պահեցինք, ծոմ բռնեցինք, աղոթեցինք, ինչպես ապաշխարողների կարգի մեջ լսեցիք, ձեր ծոմի փոխարեն թող Աստված ձեզ առատապես պարգևի, ձեր ծարավի փոխարեն Աստված հավիտենական կյանքի աղբյուրի ջուրը տա, ձեր տքնության եւ ձեր տանջանքների համար Աստված թող հավիտենական կյանքի մեջ երանության արժանացնի։ Աստված այդքան մեծ Աստված է, որ երբեք որևէ մեկի պարտքի տակ չի մնում։ Մի փոքրիկ արարքիդ համար Աստված քեզ 1000 անգամ ավելին վերադարձնում է։ Թող Տերը մեզ արժանացնի վաղը հարության խորհրդին, որպեսզի մենք հարության լույսով այս տառապանքը մոռացած վստահության, որ գնում ենք դեպի հաղթական մեր Տիրոջով, որով Տերը հաղթել է աշխարհին եւ այդ հաղթության զենքը այլևս մեր ձեռքում է։ Ամոթ է, որ մենք այդ զենքը թույլ տանք, որպեսզի ժանգոտի եւ չօգտագործվի մեր փրկության համար։ Գնանք խաղաղության եւ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամենքի հետ լինի այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։